է, որի մասին արդեն ասեց, ընտանեկան բռնության մասին։ Եթե նախագծի հետ ծանոթ եք, եթե ծանոթ չեք ճիշտ կողմի ծանոթանաք, ինձ ուղղակի արժացրեց, թե ինչպես է ձևակերպում ընտանիքը այդ օրենքում։ Փաստորեն միակ ցուցանիշը ընտանիքի սեռական կապ, ուրիշ որևէ բան ես չգտա։ Ուրեմն օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնական կապերի մեջ գտնվող անձիկ, այդ թվում եթե համատեղ չեն բնակվում, դա ընտանիք է։ Ամուսնական կապերի մեջ գտնվող անձիկ, ում ամուսնությունը գրանցված չէ քաղաքացիական կապության ակտերի գրանցում իրականացվող մարմիններում փաստացի ամուսնություն։ Զուգընկեր հանդիսացող, սակայն գրանցված կամ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ չգտնվող անձիկ, այդ թվում եթե միմյանց հետ համատեղ չեն բնակվում։ Ինքը ամեն ինչ եւ ոչ միտեղ չկա գրված կին եւ տղամարդ, ինչպես որ մեզ մոտ սահմանադրության մեջ գրած է։ Անձիկ, ովքեր նախկինում հանդիսացել են ամուսիններ, փաստացի ամուսիններ կամ զուգընկերներ, այդ թվում եթե միմյանց հետ համատեղ չեն բնակվում։ Անձիկ, ովքեր գտնվում են ընտանեկան հարաբերություններում խնամակալության կամ հոգաբարձության սահմանման երեխային խնամատար ընտանիքին դաստիարակության հանձնելու հետևանքով։ Ծնողները, որդեգրողները, զավակները, որդեգրվածները, հարազատ կամ համամայր կամ համահայր, քույրերը եւ եղբայրները, տատերը, պապերը, թուրները, ամեն ինչ ընտանիք է։ Ամուսինների, զուգընկերների, յուրաքանչյուրի ծնողները, որդեգրողները, զավակները եւ այլն։ Ամուսինների, զուգընկերներից մեկի հետ ազգակցական այլ կապի մեջ գտնվող եւ նրանց հետ համատեղ բնակվող անձիկ։ Այստեղ ես ինձ թվում է մենք Հայաստանում, եթե որևէ մի զույգ վերցնենք, չեն գտնի որևէ մեկին, որ կապված չի լինի այդ զույգի հետ եւ չի լինի այդ ընտանիքի անդամ։ Այսինքն ընտանիք հասկացությունը բացարձակ տարբերվում է այն ավանդական ընտանիք հասկացությունից, որ մենք ունենք, խոսում ենք հայացի զարգացման մասին, հայացի դաստիարակության մասին, եւ եթե այս բոլոր անձանցից որևէ մեկը, ուրեմն այդ ընտանիքում եղած երեխային ինչ-որ կերպ հոգեբանորեն, ֆիզիկապես եւ այլն վնասում է, ապա հատուկ ծառայությունները իրավունք ունեն երեխային այդ ընտանիքից փաստորեն իզոլացնել։ Սա իմ կարծիքով եւ մեր կարծիքով ուղղակի ազգային անվտանգության խնդիր է, որովհետեւ ինչքան մենք ենք պատկերացնում, լավ պետական մտածելակերպություն չունենք, դրա համար մեզ մոտ դեռ լիարժեք պետություն չի ստացվում։ Բայց դե ստացվում է այդպես, պետական մտածողությունը կարծես մեր ամենաթույլ կողմերից է։ Բայց որ ընտանիքն է եղել էր հիմնական գրողը եկեղեցու հետ միասին, որ մենք առայսօր կանք որպես ազգ, եւ հիմա մեր պատկերացմամբ սա ամենալուրջ հարվածն է հայ ընտանիքին։ Շնորհակալություն Տիկին իրավունք ինչ կավելացնել։ Ես գիտեք, դեռ խոսել չգիտեմ։ Ես ճիշտ ասեմ։ Նախ ես ինչ կենթանաբանական տերմինաբանություն է։ Զուգընկեր ուրն է։ Ես ժամանակի boyfriend-ն է։ Ոչ, ես ժամանակի ջուն եմ պահել եւ ես շան համար զուգընկեր եմ փնտրել, հայտարարություն եմ տվել։ Ու գտել եմ։ Ու ճիշտ ասած իրանց հաջողության ժամանակ հետևում էին, որ ֆիզիկներին կամ ֆիզիկներին ուշադրություն չդարձնեն, իրարից չփախնեն, որտեղ ընդհանրապես զուգընկեր են, ընդհանրապես կենթանի են։ Իրենց շատ հեշտ է ապակողնորոշելը։ Ես հասկանում եմ կա ընկեր, կա տեսածու, կա նշանածու, կա ամուսին, կա այդ բոլորի նախին, բայց զուգընկերս որն է, դա կենթանաբանական այգի են դարձնում մեր երկիրը, ես ինչ հայտարարություն է։ Սա մենք, երկրորդ է, ես վստահ եմ, քանի որ սա ոստիկանության կողմից է մտնել ազգային ժողով, իսկ ոստիկանապետը կարգին հայ մարդ է, բազմազավակ, ես իրան անձամբ ճանաչում եմ։ Ես վստահ եմ, որ նախարարության ներսում կա մի դավադիր մարդ, որը առանց
իրազեկելու ոստիկանապետին այս խայտարակ բանաձևը մտցրել է ազգային ժողով, որպեսզի պղծի մեր ավանդական համակարգը։ Մենք ցեղասպանված ժողովուրդ ենք։ Հիմա բոլորը այդ անորոքը դոշերին կպցրել ման են գալիս։ Իսկ սա ինչ է։ Սա իրական եղեռնագործության միտում է։ Մենք շատ պետք է զգուշ լինենք եւ շատ միահամուռ ազգովի, որովհետեւ այս խայտարակությունը վերջնական չքանդի մեր ազգը։ Մենք ամեն ինչ կանենք, թե տարեց կանայք, թե ջահեր, թե տղամարդիկ, թե պապիկներ, որպեսզի սա հանկարծ օրենքի ուժ չստանա, որովհետեւ սա, չգիտեմ, թուրք ասեմ, թե ինչ տեսակի մարդատեսակ ասեմ, որը մտցրել է հատուկ մեր ազգի մեջ, որպեսզի մեր վերջը տա։ Դուք շատ լավ գիտեք, Լորենց Արաբացու տված ինտերվյուն 19 թվականի կարդացել եք, որտեղ նա ասում է, որ այս փորձը առաջինը չէր եւ վերջինը չի լինելու, հայի վերջը պետք է տալ հատիկ դրանց հավաքելով աշխարհի երեսից։ Այս է այդ ծրագրի մի մասն է։ Ոչ մի դեպքում պետք չի թույլ տալ, որ սա ընդունվի։ Խնդրեմ նաև Ֆրոմի պատի որ նացիզմի հետ համեմատել, որպես ցեղասպանության զենքերից մեկն է։ Իհարկե, խորը մարդը, աստի պարկ է, կանում ես կատոլիկ եկեղեցին էլի աղատին ոչնչացրեց, փորձելով ժամանակի միջնադարում հայ առաքելական եկեղեցին իր փեշի տակ հավաքել, բայց համենայնիվս ի վերջո արդարություն կա, եկավ գահին նստեց մի մարդ, որը ողջամիտ է, որը հավատացյալ է, որը գիտի ինչ է արդարությունը, ինչ է ազգը, ինչ է ընտանիքը։ Եվ Հռոմի պապը գենդերի վերաբերյալ արտահայտվել է, որ դա նացիզմը հիշեցնող մի բանաձևում է։ Գիտեք ինչ, այս օրերը շատ կարևոր են մեզ համար, որովհետև մենք հասկանում ենք շիտակը, որ երկրները ի սկզբանե ինչ-որ վերաբերմունք են ունեցել էր ազգի նկատմամբ, որ երկրները իսկապես ընկեր են և որոնք իսկապես դավաճան են, որտեղ այն երկրները, որոնք ցեղասպանությունը չեն ընդունել, մենք պետք է հասկանանք, որ իրանք այն դավադրության մասնակից